Հերոսի մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Կրակոցներ ու պայթյուններ Իրանում, հայ երիտասարդի են սպանել։ Աշխարհը վերաբաժանվում է, ով է ուժեղանում, ով կորցնում դիրքերը եւ ինչ ռիսկեր կան Հայաստանի համար։ Խավարի շուրջ մեղադրանքների պատերազմը, էլեկտրաէներգիայի անջատումներ, մեղադրանքներ եւ հակադարձումներ, իշխանություն հետ հակամարտությունը շարունակվում է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ասուլիսը լարված հարցուպատասխանի կենտրոնում, ինչ պատասխան հնչեց արցախցիների բնակապահովման ծրագրի շուրջ։ Իրանում վիճակը մտնում է նոր առավել վտանգավոր փուլ, երկրում շարունակվում են կրակոցները, պայթյունները, զանգվածային բախումները, որի ընթացքում հայ երիտասարդի են սպանել։ Իրանում գտնվող մեր աղբյուրները մեզ հայտնել են, որ անվտանգության ուժերը ճնշում են գործադրում զոհվածի ընտանիքի վրա եւ հրաժարվում են նրանց հանձնել տղայի դին։ Ցույցեր են տեղի ունեցել Մաշհադում, Իրանի բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքում, որը շիաների կարևորագույն սրբավայրերից մեկն է։ Վերլուծաբանների գնահատմամբ սա լուրջ ազդակ է թե իշխանության, թե տարածաշրջանային խաղացողների համար։ Փորձագետները չեն բացառում արտաքին ուժերի միջամտությունը, մասնավորապես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դերակատարումը։ Ինչ է իրականում կատարվում Իրանում եւ ինչ զարգացումների կարող է հանգեցնել ստեղծված վիճակը, ռեպորտաժում։ Կրակոցներ, այրված դրոշներ, փակ փողոցներ, պայթյուններ։ Իրանում վերջին 12 օրերի ամենալարված գիշերն է եղել։ Հայ երիտասարդ է զոհվել ցույցերի ընթացքում։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին է հանդես եկել կոշտ հայտարարությամբ, սլաքներն ուղղելով Միացյալ Նահանգների կողմը։ Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի խնդիրների վրա։ Բոլորը պետք է իմանան, Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել 100 հազարավոր ազնիվ մարդկանց արյան գնով։ Ցուցարարները իրենց հույսը կապելով Վաշինգտոնի հետ գործում են ի վնաս Իրանի։ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, ովքեր ավիրողներ են։ Իրանում համոզված են, որ խաղաղ ակցիաները վերածվել են բախումների, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջամտությամբ։ Խամենեին իրանցի երիտասարդներին կոչ է արել պատրաստվել երկրի պաշտպանությանը։ Իրանի երիտասարդություն, միացեք միասնական եւ պատրաստ։ Միասնական ազգը կարող է հաղթահարել ցանկացած թշնամու։ Կան որոշ ապստամբներ, որոնք ձգտում են հաջողանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, վնասելով հանրային սեփականությունը։ Իրանը անսասան է եւ չի նահանջի իր սկզբունքներից։ Իրանը չի հանդուրժի կոլաբորացիոնիստներին։ Իրանցի վերլուծաբան Էհսան Մոհավերդյանը հայտարարել է, որ երկրի բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքում Մաշհադում, որը համարվում է առավելապես պրոիշխանական տրամադրություններով քաղաք, եւս ցույցեր են տեղի ունեցել։ Նրա խոսքով սրբավայրի կարգավիճակ ունեցող քաղաքում նման զարգացումները չեն համապատասխանում Մաշհադի սոցիալ-քաղաքական տրամաբանությանը։ Մաշհադը գտնվում է Իրանի հյուսիս-արևելյան շրջանում, Աֆղանստանի սահմանին շատ մոտ, մեծությամբ Իրանի երկրորդ քաղաքն է։ Մաշհադում է թաղված շիաների 8-րդ իմամը Ռեզան։ Քաղաքը կարևորագույն սրբավայր է։ Ցույցերի էպիկենտրոնը եղել են երկու թաղամասեր, որտեղ հիմնականում բնակեցված են եղել աֆղաններով եւ բալուչներով։ Անհրաժեշտ է հստակ հետևություններ անել եւ հասկանալ, թե ինչու հենց այդ երկու թաղամասներն են դարձել էպիկենտրոն։ Իրանում հրատարակվող հայկական Ալի կորաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը հիշեցնում է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը ըստ իրանցի աղբյուրների աֆղանցի փախստականներ էր հավաքագրել Իրանի դեմ գործողությունների համար։ Երեք պիկն է եղել այս ցույցերի պիկներ ու իսկապես ճգնաժամային օր Իրանի համար 3 գիշերը ներկայությամբ արդեն գրել եմ ու շարունակվում է։ Պետական լրատվամիջոցներին հասանելիություն չկա, ինտերնետը ամբողջովին անջատված է, դրա հոսը չափազանց միակողմանի է եւ գալիս է միայն արևմտյան աղբյուրներից։ Այս պահին Իրանում ինտերնետը անջատված է, պետական լրատվամիջոցները չեն հեռարձակվում։ Հայ փորձագետները կիսում են իրանցի գործընկերների մտահոգությունները, նշելով, որ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն արտաքին ուժերն են, մասնավորապես Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Որոշակի խումբ բարբերաբար, ասեմ այսպես, շատ փոքրաթիվ խմբեր են դատելով կադրերից, բայց առաջ են մղում Իրանի գահանկեց շահի, գահանկեց արքայի որդու, ասեմ այսպես, իշխանության գալու հանգամանքը եւ եթե ուշադիր հետևում ենք հատկապես գործընթացները լուսաբանող հակաիրանական ԶԼՄ-ներին, ապա տեսնում ենք, որ այդ հատվածում գնում է ակնհայտ ուռճացում։ Ոստի պարզ է, որ գործընթացը ոչ միայն օբյեկտիվ պատճառներով երկրի ներսում է, այլև երկրից դուրս հակաիրանական զանազան ԶԼՄ-ներով փորձ է կատարվում ուռճացնել։
Իրանի իշխանության դեմ զանգվածային ակցիաների հիմնական պատճառը Արմեն Վարդանյանի խոսքով երկրի խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամն է, որն ուղղակիորեն պայմանավորված է Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներով։ Այս անգամ ուշագրավ էր, որ շատ էին պահանջները Ռեզա Փահլավիի վերադարձի հետ կապված, Փահլավիի վերադարձի հետ կապված, որը Իրանի վերջին շահի որդին է, թագաժառանգը, այսպես ասած, որը ԱՄՆ-ում, այս անգամ բավականին շատ այսպես ոչեր կային նրա վերադարձի պահանջով։ Վարդան Ոսկանյանն էլ հիշեցնում է, գահընկեց արված շահի ժառանգը բնակվում է Միացյալ Նահանգներում եւ չունի լայն հեղինակություն Իրանի ներսում։ Նրա խոսքով Փահլավին օգտագործվում է որպես գործիք հակաիրանական գործողությունների համար։ Կարծում եմ, որ դրա թիկունքում կարող են կանգնած լինել այնպիսի հակաիրանական ուժեր, ինչպիսին Իսրայելն է, գիտեք 12-օրյա պատերազմի ընթացքում այս անձը իր աջակցությունը հայտնեց Իսրայելին սեփական հայրենիքը ռմբակոծելու, ռմբահարելու եւ սեփական հայրենիքի դեմ պատերազմ սկսելու առումով։ Շահի որդին այդուհանդերձ հանդես է եկել կոչով, դիմելով բողոքի ակցիաների մասնակիցներին եւ առաջնորդներին խմբերը միավորելու եւ պայքարը շարունակելու կոչով։ Ես հպարտ եմ ձեզանից յուրաքանչյուրով, ովքեր հինգշաբթի դուրս են եկել փողոց։ Դուք ցույց տվեցիք, թե ինչպես կարող է բազմամարդ զանգվածը ստիպել անվտանգության ուժերին նահանջել եւ սահմանափակել ճնշումները։ Նրանք, ովքեր կասկածներ ունեն, ուրբաթ դուրս եկեք փողոց, միացեք ձեր հայրենակիցներին։ Կոչ եմ անում բողոքի ակցիաների առաջնորդներին միավորել խմբերը, հնարավորինս մեծ բազմություն ձևավորելու համար։ Հաղթանակը ձերն է։ Իրանագետները շեշտում են Իսրայել-Միացյալ Նահանգներ դաշնակցության ռազմավարական նպատակը Իրանի թուլացումն ու ոչնչացումն է։ Նրանք պատահական չեն համարում, որ երկրում զանգվածային անկարգությունների ակտիվացումը համընկնում է Միացյալ Նահանգների վարած ագրեսիվ եւ զավթողական քաղաքականության հետ։ Սեդամ Ակաջյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Նոր աշխարհակարգի ձևավորման այս փուլում ամենախոցելին հենց այն տարածաշրջաններն են, որտեղ ուժային կենտրոնների շահերը բախվում են։ Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ այդ բախումների գլխավոր հարթակներից մեկը։ Ով է այսօր ձևավորում աշխարհի ապագան եւ ինչ գին ունի այդ պայքարը փոքր երկրների համար։ 2026 թվականը բացել է նոր աշխարհակարգի ձևավորման ամենաթեժ փուլը։ Ուժային կենտրոնները վերադասավորվում են, ռեսուրսների համար պայքարը սրվում, իսկ աշխարհը փաստացի մտնում է վերաբաժանման շրջան։ Ինչպիսի տեղ կարող է ունենալ Հայաստանը նոր աշխարհակարգում, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ 2026 թվական հին աշխարհակարգի փլուզումն ու նորի ձևավորումը մտել են ակտիվ փուլ։ Այս մասին այսօր խոսում են երկրների ղեկավարները բարձր ամբիոններից։ Մտահոգությունն ընդհանուր է։ Աշխարհում ընթացող պայքարի արդյունքում յուրաքանչյուր ուժային կենտրոն ձգտում է ստանալ իր բաժինը։ Այո, աշխարհի բաժանում է տեղի ունենում եւ առաջի տպավորությունը ըստ նաեւ աշխարհի հեգեմոն գերտերության ղեկավար Թրամփի խոսքերից ցիտում են բառացի, երբ որ ասում էր, որ արևմտյան կիսագունդը առհասարակ իրենցն է, այսինքն այդ տրամաբանության շրջանակներում եւ այն խոսույթը, որը շրջանառվում է, այսօր առավոտյան արդեն խոսում է, որ Մեքսիկան Միացյալ Նահանգների համար վտանգ է ներկայացնում, որտեղ ցամաքային կարտելները տեղափոխվում են Միացյալ Նահանգներ ցամաքային ճանապարհով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացնում է. Մենք բոլորս ականատես ենք լինում աշխարհի եւ մեր տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին։ Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում եւ կարողանում է այս խժդժությունների մեջ իր ուրույն տեղը ունենալ նախ այն մասով, որ այո, դուք շատ ճիշտ եք նշում, իրենց վերջին հայտարարություններն են ցուցիչ նաև մեզ համար, որ Էրդողանը չի ձերբազատվել եւ ընդհակառակը նեո-օսմանիզմի քաղաքականությունն է վարել, նեո-թյուրանական գաղափարն է առաջ քաշում։ Միջազգայնագետի խոսքով Թուրքիայի հավակնությունները գնալով ավելի բաց են դառնում։ Ընդամենը օրեր առաջ Անկարան հայտարարեց, որ դպրոցական դասագրքերում միջինասիական երկրները կներկայացվեն որպես թուրանական աշխարհ, ինչը ըստ փորձագետի ուղիղ քաղաքական ուղերձ է համաշխարհային վերաձևման ֆոնին։ Դավիթ Կարապետյանը չի թերագնահատում նաև Ռուսաստանի դիրքերը, հակառակ տարածված այն տեսակետի, թե Մոսկվան կորցրել է իր ազդեցությունը։ Ռուսաստանի վարած քաղաքականությունը, որը շատ մտահոգությունների առիթ է տվել հատկապես արևելյան Եվրոպայի երկրներից, ինչ որտեղ հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ չի բացառվում, ոչ մեկ չի կարող բացառել, որ կայսերապաշտական նկրտումները չեն հասնի իրենց, մինչև Բալտիկ ծովի ավազան, Պոլշա, Բուլղարիա, Հունգարիա եւ այլն։ Էներգետիկ ռեսուրսների համար նոր եւ շատ ագրեսիվ մրցակցության արդյունքում վերագծվում է աշխարհի քարտեզը։ Այս փուլը շատ վերլուծաբաններ բնորոշում են վերաբաժանման ժամանակաշրջան։
Ուժային կենտրոնները վերադասավորվում են։ Անկասկած աշխարհը գտնվում է վերաբաժանման, վերադասավորումների, անվտանգության համակարգերի, թե կառուցվածքի, թե ընդհանրապես տրամաբանության վերաձևման փուլում։ Արևմտյան աշխարհը կորցնում է արդյոք այն ազդեցության գործիքները, որոնցով տարիներ շարունակ ճնշում է գործադրել այլ երկրների վրա։ Այս համատեքստում առանձնանում է Միացյալ Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքական վերաձևումը, հատկապես Դոնալդ Թրամփի վերադարձը ակտիվ քաղաքական օրակարգ։ Մի կողմից խաղաղության հռետորաբանություն, մյուս կողմից գլոբալ ազդեցության պահպանման փորձեր։ Թրամփի դերակատարմամբ այդ process-ը ստացել է նոր տրամաբանություն, նոր բնույթ, ավելի ակնառու եւ ավելի դինամիկ, եւ Թրամփը այդ իմաստով նույնիսկ կարծես թե նմանվում է այն բուլդոզերին, որը միջամտում է արդեն իսկ տեղի ունեցող process-ին եւ հին կարգի փլուզումներին հաղորդում շատ ավելի մեծ մասշտաբ եւ շատ ավելի ակնառու դրսեւորումներ։ Իշխանության եւ ռեսուրսների համար մղվող պայքարում ում կարող են հետաքրքրել Հայաստանի ռեսուրսները։ Հայաստանի ռեսուրսները բնականաբար կարող են հետաքրքրել նույն Թուրքիային, Հայաստանը իհարկե ոչ միայն այդ տեսանկյունից է հետաքրքրելու Թուրքիային, այլ որպես ճանապարհ այդ թուրքական աշխարհի ձևավորման համար, բայց անշուշտ, եթե հասանելիության հնարավորություններ տեսնի, Թուրքիան միայն ու միայն ճակերտավոր իմաստով ուրախ կլինի այդ հնարավորությունները օգտագործել։ Փորձագետների գնահատմամբ տնտեսական որոշումներն այսօր անբաժանելի են քաղաքականությունից։ Տոկոսադրույքները, պատժամիջոցները եւ ներդրումային սահմանափակումները վերածվել են մրցակցության գործիքների։ Սա ազդարարում է համաշխարհային բաց տնտեսությունից անցում դեպի ավելի մասնատված, զգույշ եւ կենտրոնացված համակարգ, որտեղ երկրները առաջնահերթություն են տալիս արտաքին ռազմավարության հստակ ձևավորմանը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ուժային կենտրոնների վերադասավորումը թղթի վրա չի մնում, այն արտահայտվում է կոնկրետ ճգնաժամերով, կոնկրետ քաղաքներում, կոնկրետ մարդկանց կյանքում։ Սիրիայում լարվածությունը պահպանվում է, չնայած Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է քուրդ զինյալների հետ հրադադարի մասին, օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեբ, Երևան ու հակառակ ուղղությամբ Երևան-Հալեբ չվերթներն այսօր Չեխիալ են հայտարարվել։ Եթե իրավիճակը ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսվում են իրականացնել հաջորդ երեքշաբթի, հունվարի 13-ին։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրադադարը հաստատվել է գիշերը ժամը 3-ից, բայց քուրդ զինյալները հրաժարվել են դուրս գալ Հալեպի թաղամասերից։ Նախապես հայտարարվել էր, որ նրանք մինչև այսօր առավոտյան ժամը 9 ժամանակ ունեին լքելու տվյալ տարածքները։ Հալեպի հայկական գանձասար պարբերականը տեղեկացնում է, որ Շեյխ Մաքսուդի շուրջ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Շատ հայեր Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են գիշերել, առավոտյան վերադարձել տուն։ Այժմ հայաստանյան լրահոսի մասին։ Կտրուկ պատասխան, լարված տոն եւ փակ թեմա։ Ինչ է նշանակում ունենալ Հայաստանի անձնագիր եւ ինչ է նշանակում դառնալ Հայաստանի քաղաքացի։ Հարցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքը ներկայացնող ամփոփիչ ասուլիսի ընթացքում բարձրացրեց իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Նախարար Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց կտրուկ, ընդգծելով, որ քաղաքացիություն ստանալու պահանջը ծրագրում չի փոխվելու։ Սա Արցախից բռնի տեղահանված քաղաքացու անձնագիր է։ Սա այն անձնագիրը, որ պետք է ստանա արցախցին բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Ոչ մի տարբերություն չկա, երկուսն էլ կապույտ, երկուսի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն, իսկ վերջին էջում մեծատառերով գրված անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Հիմա ինչ տարբերություն է տեսնում այս երկու անձնագրերի միջև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որ շարունակում է պահանջել բնակապահովման ծրագրից չեն կարող օգտվել այն արցախցիները, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որ դեռ չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ այդ մեր Հայաստանի Հանրապետության անձնագրերը ըստ էության եղել են ճամփորդական։ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի համարվում։ Հարցին Թորոսյանն այսպես արձագանքեց. Ես պատասխանեցի ձեր հարցին, արդեն պատասխանեցի։ Թե դա ինչպես է տեղի ունեցել, պատասխանեցի, եթե դուք բավարարություն չեք պատասխանից, դա ձեր խնդիրն է, շնորհակալություն։ Արցախցիների անձնագրերը ոչնչով չեն տարբերվում Հայաստանի Հանրապետության մյուս անձնագրերից, նշում է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետությունը
կառավարության որոշումով մեկ օրվա մեջ բոլոր այն անձինք, ովքեր ունեն նշված իր ազնագրի մեջ 070 կոդը, դարձան ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Դա հակաօրինական, հակաօրենսդրական գործողություն է, որը իրականացրել է այսօրվա իշխանությունները։ Արցախցիներն ունեցած անձնագրով միայն մեկ սահմանափակում ունեին, չէին կարող մասնակցել համապետական ընտրությանը։ Մյուս բոլոր դեպքերում ազատ էին գույքի ձեռքբերման իրավունքից մինչև այլ քաղաքական գործընթացների մասնակցություն, իրավական գործարքներ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը նշում է, արցախցիներն իրավական առումով չունեն քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը քաղաքացիության մասին է։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է։ Նրանց իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չէ, նրանց իրավական կարգավիճակը փախստականն է։ Եվ մինչև արցախցիներն իրենց կապույտ անձնագրից չհրաժարվեն եւ չդիմեն նոր կապույտ անձնագիր ստանալու, չեն կարող օգտվել բնակապահովման ծրագրից։ Այդ պահանջը երբեք չի փոխվելու։ Աշոտ Դանիելյանի խոսքով արհեստական խոչընդոտներ են ստեղծում արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվելը ձգձգելու համար։ Եվ հիմնական պատճառը շահառու չդառնալու հենց դա է, նշում է նախագահի պաշտոնակատարը։ Հունվարի 9-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի Ասուրիսին Թորոսյանը նշեց, ընդամենը 4040 ընտանիք է օգտվել ծրագրից։ Հիշեցնենք, Արցախից բռնի տեղահանվել են ավելի քան 120 000 քաղաքացի։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Սամվել Իսրայելյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քաղաքացիության հարցում կոշտ դիրքորոշումից բացի նախարարն ասուլիսի ընթացքում խոսել է նաև պետության սոցիալական առաջնահերթությունների մասին, անդրադառնալով առողջապահությանը եւ կյանքի տևողության աճին։ Բարեբախտաբար մարդիկ ավելի երկար են ապրում եւ գիտությունն ու բժշկությունը այնքան է զարգացել, որ իրանք շուտ չեն մահանում, ինչը մեր հիմնական նպատակն է։ Եվ այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք շատ բալանսավորված քաղաքականություն ենք վարում սոցիալական, ինչը շատ թափանցիկ է։ Սակայն կյանքի տևողության մասին բարձր գնահատականների կողքին կա նաև առօրյա իրականություն, որը վտանգում է մարդկանց առողջությունը ամեն քայլափոխի։ Մարդկանց երկար կյանքը միայն բժշկության հարց չէ, այն սկսվում է անվտանգ միջավայրից, փողոցներից, մայթերից ու բակերից, որոնք արդեն 10 օրից ավելի է պատված են սառույցով, քայլերն էլ իսկական փորձություն է մարդկանց համար։ Քանի մարդ է սառույցի պատճառով հայտնվել հիվանդանոցներում եւ ինչ բացատրություն ունեն պատասխանատուները, ռեպորտաժում։ Սա Սահադաշտ չէ, այլ Երևանի կենտրոնի բակերից մեկը։ Հարյուրավոր քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում մերկասառույցի վրա սահելու ու կոտրվածքներ ստանալու պատճառով։ Երկու օր առաջ Սահադաշտի վերացված բակերից մեկում ընկել ու ծնկի վիրահատական միջամտություն պահանջող կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Անահիտ Նաղդալյանի մայրը։ Երկու կոտրվածք է ստացել, աջ ձեռքի դաստակի կոտրվածք եւ ոտքի աճուկի հատվածում է կոտրվածք ստացել։ Մեր պատմությունը սա է, 3 վիրահատվել է ու հիմա ապակիման փուլում է։ Անահիտն անձամբ է դրամահավաք կազմակերպել եւ հավաքել մոր վիրահատության ու պրոթեզավորման համար անհրաժեշտ մոտ 1.5 միլիոն դրամը։ Գումարն այդքան մեծ է, քանի որ մայրն ունի հաշմանդամության կարգ, որն անհամատեղելի է ավելի էժան վիրահատական տարբերակների հետ։ Մենք երրորդ կարգի հաշմանդամություն ունենք արդեն մինչև կոտրվածք ստանալու պահը եւ իր դեպքում իր առողջության համար լավագույն լուծումը տոտալ պրոթեզավորումներ, այսինքն հարցի ընդհանուր լուծումը, որպեսզի կարիք չլիներ նորից հետո վիրահատության անցնել։ Առողջապահության նախարարությունը չէր փոխհատուցել վիրահատության վճարը, քանի որ սահմանել է փոխհատուցման կարգը գործում է կախված վնասվածքի աստիճանից եւ արդյոք բուժառում ներառված է որևէ սոցխմբում թե ոչ։ Եթե խոշոր ոսկրի կոտրվածք է տեղաշարժով եւ եթե անձը ապահովագրության շահառու չէ, ապա գործում է համավճար։ Մի մասն ենք փոխհատուցում։ Ապահովագրվածները անվճար են։ Կոտրվածք ստացած 57-ամյա բուժառուի դուստրը պատմեց, այն հիվանդանոցը, որտեղ մայրն է բուժվում, բազմաթիվ են կոտրվածք ունեցող հիվանդները։ Հիվանդանոցում ամբողջ հարկում կան կոտրվածքներ ստացած պացիենտներ, ում ես եմ տեսել ու ում հարազատների հետ ես անձամբ խոսել եմ, բոլորը ընկել են իրենց շենքի դիմաց, բոլորը ընկել են մերկասառույցի վրա, բոլորը ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ, կան շատ մեծ տարիքի մարդիկ։ Անահիտը մեզ հայտնեց, իր Facebook-յան գրառումից հետո շենքի բակում սառույցի հետքերը վերացրել են, բայց Երևանում բազմաթիվ բակեր ու մայթեր դեռ նման տեսք ունեն։
Շենքերի բակերի մաքրման համար պատասխանատու են համատիրությունները, ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Վարչական շրջանները բոլոր համատիրություններին տրամադրում են աղ ու ավազ եւ հերթականությամբ են անցնում բոլոր բակերով, ավելացնում է Պետոյանը։ Բոլորին տրամադրվել է, մենք այդ հիմա տենց հերթով մի հատ գիծ ենք ընտրում ու սաղ բակերը ավազ ենք անում։ Երևանի շտաբ բուժօգնության ծառայությունից մեզ տեղեկացրին, հունվարի առաջին օրերին 16 քաղաքացի է ահազանգել, երկուսից հետո միտումը նվազել է։ Իրենք էլ վիճակագրությունը դադարել են թարմացնել։ Սպասվածից շատ ցածր էր եւ կանչերի եւ սառույցի հետ կապված կոտրվածների։ Դրանց հետո դաժե 3-ից հետո էլ վիճակագրություն չարինք էլ, որովհետեւ իրականում շատ ցածր էր այդ թիվը, էլի այն ինչ որ մենք էինք սպասում։ 31, 1, 2, 16 նման կանչ ենք ստացել, որից 14-ն է ավարտվել հոսպիտալացմամբ։ Այդուհանդերձ Մուրացան մանկական հիվանդանոցից հայտնեցին հունվարի 1-ից 8-ը 12 երեխայի են ընդունել մերկասառույցի վրա վնասվածքներ ստանալու պատճառով։ Շենգավիթ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժնում առանց շտապ օգնության տվյալների 5 բուժարուի, Արաբկիրում 2։ Ամենաշատ դեպքերը գրանցվել էին Հերացի համալսարանական հիվանդանոցում 61 դիմող։ 51 քաղաքացի ստացել է ամբուլատոր բուժօգնություն, սրանք այն դեպքերն են, որոնք չեն պահանջում հոսպիտալիզացիա, 10 քաղաքացի հոսպիտալացվել են մարմնի տարբեր տեղակայման վնասվածքներով, ստացել համապատասխան կոնսերվատիվ եւ վիրահատական միջամտություններ։ Մերկասառույցի հետևանքով ստացված վնասվածքների դեպքերը այս օրերին տարբեր հիվանդանոցներում հաշվում են տասնյակներով։ Մինչ քաղաքային կառույցները եւ համատիրությունները խոսում են հերթականությամբ իրականացվող աշխատանքների մասին, երևանցիները շարունակում են սայթակել քաղաքի սառած մայթերին ու բակերում։ Սեդակ Յուրեղյան, Նորայր Հակոբյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Սայթաքումները Երևանի մայթերին միակ խնդիրները չեն։ Վերջին ամիսներին քաղաքացիները բախվում են նաև մեկ այլ, ոչ պակաս վտանգավոր իրականության։ Հոսանքազրկումներ։ Ամանորը Խավարում դիմավորած քաղաքացիներին վարչապետը սփոփում է, պնդելով, որ վերջին ամիսներին էլեկտրաէներգիայի անջատումները նվազել են, իսկ դեկտեմբերի վերջին Էրեբունու ենթակայանում տեղի ունեցած վթարի համար մեղադրում է ՀԵՑ-ի նախկին ղեկավարությանը։ Սակայն վերջիններս հակադարձում են, ներկայացնելով բոլորովին այլ պատկեր։ Ով է պատասխանատու հոսանքազրկումների համար, նախկինները թե գործող իշխանությունը, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել։ Սփոփանքի խոսք Ամանորը Խավարում դիմավորած բնակիչներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իշխանության հմուտ կառավարման շնորհիվ վերջին 6 ամսում էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի հազվադեպ են դարձել։ Իսկ դեկտեմբերի վերջին Էրեբունու ենթակայանում տեղի ունեցած վթարի համար մեղադրում է ՀԵՑ-ի նախկին ղեկավարներին։ Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում։ ՀԵՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը սակայն այս մեղադրանքներին ի պատասխան նշում է. Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Սամվել Կարապետյանի միջամտությամբ։ Խնդրել են բնականաբար պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք։ Հաշվի առնելով միայն որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից։ Իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նոր մեղադրանքներ է հնչեցրել Կարապետյանների հասցեին, հայտարարելով, թե նրանք տարիներ շարունակ թալանել են Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի։ Դավիթ Ղազինյանը նման հայտարարությունները որակում է մարազմ։ Գիտեք, շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին։ Երբ որ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ ՀԵՑ-ը գողացել է ամեն ընտանիքից եւ ամենայն պատասխանությամբ ինչքան հիշում եմ, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։
իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ։ 2026 թվականին ատոմակայանը 150 օր չի աշխատելու։ Ղազինյանն է ասուլիսի ժամանակ հայտարարել ու զգուշացրել, կառավարման այս մոդելի դեպքում Հայաստանի մեծ մասն առանց լույսի կմնա։ Հեցի նախկին ղեկավարներն այս ամենի ֆոնին շարունակում են հայտարարել, որ այդուամենայնիվ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավոր է եւ չի առաջացնում ոչ մի խնդիր։ Հարց է առաջանում, լավ ընտրություններից հետո Աստված մի արասցի, թե իրենք հաղթեցին։ Ինչ է լինելու։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որտեղ տարբերակ չկա։ Սամվել Կարապետյանի պարագայում եւս մեկ անգամ հիշեցնեմ, արդեն 10 տարի չի թանկացրել, խոսքը հեցի մասին է։ Եվս 10 տարի խոստացել է չթանկացնել։ Դավիթ Ղազինյանը հերքել է նաև վարչապետի այն պնդումը, թե նախկինում հոսանքազրկումները ավելի հաճախակի էին։ Նրա խոսքով 2024 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 6750 բնակիչ, մինչդեռ 2025 թվականի նույն օրը այդ թիվը հասել է 117021-ի։ Սեդա Մակարյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Մոսկվայում ձնաբքի պատճառով տրանսպորտի աշխատանքը կատվածահար է եղել։ Ճանապարհները մաքրելու համար ուղարկված մեքենաները մնացել են ձյան մեջ։ Զուգահեռ հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ թեժ աշխատանքի պահին Մոսկվայի կոմունալ ծառայության աշխատակիցները հանգիստ են վայելում առատ տեղումների ֆոնին։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։ Առայժմ։